գիտեք, խնդրում եմ ասեք, դուք որ արտահայտությունն եք համարում գնահատող դատողություն։ Բոլորը գիտեն, որ դու անբարոյական ես, սուրբ տեղը խի ես եկել, սուրբ տեղը խի ես եկել անբարոյականություն անում, դա դուք համարում եք գնահատող, այսինքն դուք համարում եք, որ ցանկացած մարդ կարող է ցանկացած կնոջը նշի, որ անբարոյականություն է անում, եւ դա գնահատող դատողություն է։ Այդ պահին Անի Գևորգյանը հազար ներողություն, հանկարծ հիմա չվիրավորվի։ Ես իրան որպես քինչ եմ դիտում, ես իրան որպես լրագրող եմ դիտում։ Այսինքն դուք իրան անվանել եք անբարոյական լրագրող։ Ոչ, տեսեք։ Արձանագրություն է իրականացվում, էլի։ Շատ ներողություն։ Անբարոյական լինում է պատգամավորը, բայց ոչ թե վարքով, սեռական կյանքով, այլ իր օրինակ այսօր ես կարող եմ ասել Էդգար Ղազարյանը անբարոյական պատգամավոր է։ Հարգելի պատասխանող կողմ, խնդրում եմ անկախ ձեր դիրքորոշումից, ձեր արտահայտություններում այնպես եղեք, որ դրանք մասնակիցների կողմից չընկալվեն որպես վիրավորանք կամ զրկում։ Բայց ես իրան Ընդհակառակը, ես օրինակ եմ բերում, որ դա ասելով ես նկատի չունեմ, որ նա շուտ սեռական կյանքով Այսինքն դուք պատրաստ եք նաև ձեր հասցեին նման արտահայտության, ճիշտ եմ հասկանում։ Որ արտահայտության։ Որ ինչ որ մեկը ձեզ անվանի անբարոյական պատգամավոր։ Իհարկե, լրիվ իրավունք ունի։ Լավ։ Հաջորդը իր կարծիքն թողոսի։ Հա, այս գնահատող դատողությունը, եթե այսքանը գրել եք, հաստատապես